Բարի օր, հարգելի հայրենակից։ Ես շուրջ 6 ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, այսինքն նրա կողմից կայացրած որոշումը, վիճարկում եմ, այսինքն հայցով դիմել էի վարչական դատարան, անվավեր ճանաչելու իր կողմից կայացրած որոշումը։ Այսինքն դատի էի տվել Տիգրան Ավինյանին։ Պարզվեց, որ մի դատավոր կա այստեղ վարչական դատարանում Հայաստանի Հանրապետության, անունը Ելենա Առաքելյան է, այս տիկին Ելենա Առաքելյանը նիստը նշանակել էր շուրջ 6 ամիս անց, այսօր հոկտեմբերի 15-ին 2025 թվականի, եւ հիմա ես եկել եմ դատարան, ինչ եմ պարզում, այստեղ դուռը փակ է, դահլիճը երկրորդն է, հիմա տեսեք, այս երկրորդ դահլիճում են պետք է տեղի ունենար նիստը, դուռը դահլիճի փակ է, չկա Ելենա Առաքելյանը, չգիտենք որտեղ է, այս նիստին չեն ներկայացել քաղաքապետարանի աշխատակիցները, ես չգիտեմ նրանք ուր են, միգուցե Ելենա այս Առաքելյանը իրենց զգուշացրել է, որ նիստ չի կայանալու եւ նիստը չի անցկացնելու, բայց որն է պատճառը նիստի չանցկացման, նա պարտավոր էր հայտնել ինձ եւ դատավարության մասնակիցներին նիստը բացելով։ Հիմա ուշադրությունն եմ հրավիրում տիկին Գալյանին, Սրբուհի Գալյանին, տիկին Սրբուհի Գալյան, որ աջ ու ձախ այն որոշ չափով անկախություն դրսևորած դատավորների նկատմամբ միջնորդություններ եք հարուցում բարձրագույն դատական խորհրդին, այս տիկնոջ նկատմամբ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, իմ հայցի շրջանակում նախաձեռնեք համապատասխան գործընթաց բարձրագույն դատական խորհրդում, դուռը փակ է, խուսափում է արդարադատություն իրականացնելուց, շուրջ 6 ամիս առաջ ինձ ծանուցել է, որ այսօր նիստ է լինելու, բայց ինքը չկա, ուր է գնացել, ինչու ներկա չէ, ինչն է պատճառը, ինձ այս պահին չեն տեղեկացրել, ուղղակի մի տեղեկություն ունեմ, որ ինչ-որ փաստաթղթերն են պակաս, չգիտեմ ինչն է պակաս, չեմ իմանում, բայց այնուամենայնիվ ինչ է որ պակաս է, տիկին Ելենա Առաքելյանը, ինչը որ պակաս էր, պետք է այս դուռը բացեր, այս դուռը որ փակ է, տեսեք, դուռը փակ է դահլիճի, այսինքն Հայաստանի Հանրապետությունում խուսափում են իրականացնել արդարադատություն, դատի ենք տալիս Տիգրան Ավինյանին, փախնում են, ուրա դատավորը փախել է, ես այդպես կարող եմ միայն եւ միայն մեկնաբանել, դատավորը պետք է լինի իր աշխատանքի մեջ, քննի այն գործերը, որը նա նշանակել է, հրավիրել է դատական նիստ, այդ գործերի շրջանակում նա պետք է իրականացնի արդարադատություն, ես եկել եմ նախատեսված ժամին, ծանուցման ներքո, որը տեղի է ունեցել 6 ամիս առաջ, բայց դատավորը չկա, սա վարչական դատարանի դատավորի գործելակերպն է, տիկին Սրբուհի Գալյան լսեցիք, տեսակ այս տեսանյութը, ես ձեզ ուղարկեմ նաև գրավոր, դիմումի հետ կից այս տեսանյութը, որպեսզի ուշադրություն դարձնեք եւ կարգի հրավիրեք այս տիկնոջը Ելենա Առաքելյանին։ Ինչ ասեմ, փաստորեն քաղաքապետարանին հավանաբար ինքը ծանուցել էր, որ քաղաքապետարանի ներկայացուցիչներն էլ այստեղ չէին։ Սա է մեր առօրյան, սա է մեր Հայաստանի Հանրապետության դատարանները, այսինքն դատարանները գոյություն չունեն։ Եթե պետք է լինում, թուրքական, այո, իշխանություն բանեցնում են, բայց որ պետք չի, գոյություն չունեն, փախած են։